ձայն ենք հավաքել, հետաբար այդ ինչ-որ ներթիմային լարվածության մասին խոսքը չի, կարող է իմ գյուղում ինչ-որ անհատներ կան, որ այլ վարքագիծ են դրսևորում, հույս ունեմ, որ ԵՊԱ մարմինները դրանով կզբաղվեն, դա բացառապես իրենց գործառույթն է։ Իրավապահները հայտարարել են, որ սպանությունը բացահայտված է եւ այնուամենայնիվ գոհացրեց այն նախաքննությունը եւ ընդհանրապես այս բացահայտումը դուք համարում եք լիարժեք իրականացված։ Ոչ, սպանությունը բացահայտված չէ, ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում, ակնհայտ է, որ եղել է կազմակերպված պլանավորած սպանություն եւ բազմաթիվ հարցեր կան, բազմաթիվ մտահոգություններ կան, որ ԵՊԱ համակարգը պետք է զբաղվի, ովքեր են աջակցել սպանությանը, ովքեր են կազմակերպել, հնարավոր է նաեւ պատվիրատուներ լինեն, առնվազն չեմ բացառում, որ կարող են նաեւ այլ անձինք տեղեկացված լինեն սպանության մասին, որովհետեւ ԻԱՊԱ մարմինների տրամադրված տեղեկատվությունը նաեւ խոսում էր այն մասին, որ սպանությունից մի քանի ամիս առաջ սպանից սկսվել էր նաև նախապատրաստական աշխատանքներ պլանավորում, ինչը մեզ մոտ բնական մտահոգություն է առաջացնում, որ առնվազն տեղեկատվության մակարդակով այլ անձինք նույնպես ներգրաված են, այդ ուղղությամբ ԻԱՊԱ-ները մեծ աշխատանք ունեն անելու եւ մեկ անգամ եւս հորդորում եմ ավելորդ քաղաքական հայտարարություններ առավել եւս դատարանի գործառույթ չիրականացնեն, հանցագործությունը կբացահայտվի, երբ որ կլինի դատարանի վճիռ։ Պարոն Արաքելյան, գալով ավականու այս նիստին, հնարավոր է այս բոյկոտը, որ չեն ներկայանում մյուս խմբակցությունները, ճգնաժամի վերի, օրենքի տեսանկյունից պարտավորենք, այսինքն եկեղուց արվի նոր ընտրություններ լինեն, ինչ է։ Չէ, նման խնդիր չկա, Փառաքարամանքի ավականին բաղկացած է 21 անդամից, մեր թիմը ունի 12 մանդատ, որը մեծամասնություն է կազմում, ինչպես այսօր 12 ավականու ներկայությամբ տեղի ունեցավ նիստ, հույս ունեմ, որովհետև նախկինում եղել է հիմա ավականու անդամների մի մասը մյուս խմբակցությունների գալիս է, մի մասը չի գալիս, այսինքն տենց այս ընթացքում որ տենց կազմակերպված բոյկոտի դրսևորում չի եղել, հիմա ակնհայտ էր, որ ավականու կազմից համայնքի ղեկավարի ընտրության ելքը կանխորոշված էր հաշվի առնելով, որ մեր թիմը ուներ մեծամասնություն, դա տրամաբանական էր, ենթադրում կարող է այդ տեսանկյունից նիստին մասնակցելու ցանկություն չեն հայտնել, բայց ավականու աշխատանքների շրջանակներում այդ մարդիկ էլ իրենց ձայնն են ստացել, հուսով ենք կգան, բայց եթե նույնիսկ չգան, իրավական տեսանկյունից մեր թիմի մանդատները լիովին բավարարում են ավականու նիստերը անցկացնել եւ որոշումներ կայացնել։ Սակայն նրանց մանդատները բացակայելու հիմքով վերցնելու, զրկելու հարցը առաջնա։ Նման հարց չի քննարկվում, հույս ունենք իրենք կգան նիստերին, մեր նպատակը ավականու նիստերին համայնքի շահերից բխող որոշումներ կայացնել։